Վահան Հովհաննիսյանը հզոր քաղաքական գործիչ էր, թեև ինքը իր խոսքի կուլտուրայով երբեք չէր ցուցանում այդ իր կերպար, այդպիսի կերպար լինելը։ Ինքը շատ համեստ մարդ էր եւ օտար մարդիկ, ասենք տարբեր տեղերից եկած մարդիկ, հյուրեր, որ հանդիպում էին ունենում, շատ դժվարությամբ էին ջոգում, թե մեր միջից ով է։ Ուղղակի Վահան Հովհաննիսյանը ունիկալ քաղաքական գործիչ էր եւ պահի տակ կարող էր ամենաբարդ հասարակական, քաղաքական, ազգային թնջուկի հետ կապված խնդիրները 5 րոպեում վերլուծում էր եւ փոխանցում ընկերներին, երիտասարդ մեր ընկերներին, որտեղ ինքը նաև բավականին նաև ճարտասան էր եւ պիտի ասեմ, որ իրան օգնում էր նաև բնածին հումորը։ Նա շատ հրաշալի հումոր ուներ եւ քաղաքական գործունեության մասին, տարբեր անձերի գործունեության մասին, քաղաքականությունից եթե խոսում էր, ապա գեղեցիկ եւ սրտամոտ հումորներ էր անում, որը նույնպես շատ լավ մարդկային շնորհ էր եւ դրանով ինքը կարողանում էր նույնիսկ այդ հումորի միջոցով, անեկդոտ պատմելու միջոցով կարող էր համոզել մի օտար մարդու, որը գտնում էր, որ այսօրվա քաղաքական վիճակը Հայաստանում այդպիսին չի, ինչպեսին մենք ենք ասում։ Ինքը կարողանում էր շատ արագ իր խոսույթով համոզել, բացատրել, ինչ ասեմ, ունիկալ մտածողություն ուներ։ Հետո օրինակներ կոնկրետ այդ դեպքից, թե ընդհանրապես տպավորվել է ձեր մեջ, որ տպավորվել է։ Դե ես կազմակերպական ներկայացուցիչն էի ՀՅԴ-ի Հայ-հեղափոխական դաշնակցության, Վահան Հովհաննիսյանը քաղաքական ներկայացուցիչը։ Մենք ամեն օր առանց շաբաթ-կիրակի ամեն օր փաստորեն մոտ 12 ժամ միասին ենք եղել։ Հիմա ես չեմ կարող այնքան բաներ կա որ պատմեմ, բայց կարևոր պատգամը, որ թողել է։ Իր կարևոր պատգամը հայ ժողովուրդը, ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Այն ինչ որ դաշնակցությունը ասում էր տասնյակ տարիներ առաջ, 100 տարի առաջ։ Էս էր, ասում էր մենք պետքա հավաքական ուժ ցուցադրենք։ Միայն հավաքական ուժով է հնարավոր Հայաստանը անկախացնել, Հայաստանը փրկել թշնամիներից, Հայաստանի հանդեպ մուսուլմանական հայացք ունեցող երկրներից, ինքը ամեն ինչ ասում էր, ամեն ինչ բացատրում էր։ Իհարկե ինքը ասում էր, ես կատարողն էի ղեկավար որպես, ինքը գաղափարները տվողն էր։ Վահան Հովհաննիսյանը մեր անշուշտ դաշնակցությունը հավաքական կերպարով է, հավաքական նկարագրով է մոտենում բոլոր խնդիրներին եւ ժողովական լուծումներ էր տալիս միայն ժողովներով, համագումարներով, քննարկումներով, բոլորի կարծիքները հաշվի առնելով, Վահանը օրական 100-ից ավել մարդու հետ էր զրուցում, խոսում, բացատրում, 100-ից ավել օրական։ Էլ չեմ ասում նրա շրջագայությունները, հանրապետության շրջանները, որտեղ նոր էր դաշնակցությունը դրսևորվել։ Բոլորին ճանաչում էր, Մեղրից, Բռնաց, մինչև Գյումրի։ Բոլորին գիտեր, բոլոր լավ տղեկին, մի քիչ խուժան տղեկին, մի քիչ հայաշե չսիրող տղեկին, սաղին գիտեր, սաղ ընտանիքներին ճանաչում էր, որտեղից ես էլ չգիտեմ։ Մի օր էլ հարցրեցի, ասում եմ այդքան մարդ գալիս քեզ բարևում է։ Այդ մարդկանց դու ո՞նց ես ճանաչում, շփվում, բանանում։ Ասում եմ մենակ անունները չեմ հիշում։ Ինչ ասեմ, ես կարծում եմ, որ քանի աշխարհի երեսին լինելու է դաշնակցություն, այդ անվան մեջ որպես ներկա դաշնակցական գործիչ Վահան Հովհաննիսյանը մնալու է։ Նա հավերժի մեր քաղաքական հավերժի ճամփորդն է դաշնակցության։